Բարև ձեզ հարգելիներս, առողջություն հաղորդաշարի հերթական թողարկումով ներկայացնում ենք մեր բնակչությանը բնորոշ, մեզանում շատ տարածված մի երևույթ, մի երիտասարդի հիվանդության պատմություն, ով չի հավատում պաշտոնական բժշկությանը, գերադասելով ժողովրդական միջոցներ, սակայն այդ ոլորտում ինքնագործունեություն ծավալելով, այսօր նա բախվել է հիվանդության բարդացման խնդրին։ Նկատեք խնդրեմ, որ սրանք սովորական առօրեական սխալներ են, յուրաքանչյուրի սպառնացող, ծակող գուցեև մեր առողջապահական համակարգի անկատարությունից։ Ինչևէ, մեր մասնակիցը ունի ստամոքսի ցավեր, տևականորեն ընդունել է զանազան դեղորայք եւ այլ միջոցներ, սակայն ապարդյուն, ինչպես է դա տեղի ունեցել, ինչու եւ ինչի է հանգեցրել այդ ամենը։ Կիմանաք շարունակելով միայն դիտել մեր այսօրվա թողարկումը։ Ճանաչում եմ դեռ մանուկ հասակից, նա էլ նույնպես մեծացել է բոլոր դեռահասների պես, իր բոլոր խնդիրներով, վատ սովորություններով, եւ ես կարծում եմ, որ Արտյոմի մոտ խնդիրները հենց սկսվել են վաղ տարիքից, մանուկ տարիքից, որովհետեւ միշտ եղել է այդպես նիհարակազմ, վատ է սնվել, որքանով որ ես տեղյակ եմ եւ խոսել են նրա ծնողները։ Արդեն բավականին ժամանակը որ ցավեր ունեմ։ Արտյոմ Ավագյան, 25 տարեկան, վերջին 4 ամիսներին գանգատվում է ստամոքսի սուր ցավերից, մինչև այդ 3 տարի շարունակ ցավերը այլ բնույթի էին։ Բայց վերջի 4 ամսվա 5 ամսվա ընթացքում զգացի, որ ավելի է ծանրանում ցավերը։ Մեկնեց արտագնա աշխատանքի, Ռուսաստանի Դաշնություն եւ երևի թե այնտեղ իր աշխատանքի բնույթից ելնելով ավելի շատ սրացել էին նրա մոտ խնդիրները, գլխացավ, որովայնի ցավ, ստամոքսի ցավ եւ նա վերադարձել է Հայաստան, ժամանակ առ ժամանակ չի կարողանում աշխատել եւ ես խոսեցի Արտյոմի կնոջ հետ, հորդորելով նրան, որ անպայման լինի շատ ավելի ուշադիր եւ անպայման բնականաբար նա պետքա հետազոտվեր։ Ընտանիքի անդամների համոզեցին, ես ճիշտ ասած չեմ հավատում, մինչև հիմա էլ չեմ հավատում բժիշկներին։ Տնային պայմաններում ցանկալի կլինի, որ բուժումը անցնի, հին մեր հնադարյան տատիկ պապիկների ասածներով բուժենք։ Ընտանիքի անդամները համոզեցին, եկա, հիմա անցնենք, տեսնենք ստուգումների ինչ կլինի։ Այս պահին պետք է նշեմ, որ նաև մեր դիտարկումներով մարդիկ հիմնականում մեծ դժվարություններով են նկարագրում իրենց զգացածը, այդ թվում եւ ցավերը, գանգատները ու այլ հիվանդագին երևույթները, քանզի երբեք չեն փորձում կենտրոնանալ դրանց բնույթի, տևողության, առանձնահատկությունների եւ այլ գործոնների հետ փոխկապակցվածության հարցերում եւ այլն։ Արդյունքում, մեզանից, այսինքն բուժանձնակազմից, պահանջվում է համառորեն, բազմակի փորձերով, համբերատարությամբ ու մեծ ջանքերով պարզել իրականությունը, ինչը տարօրինակ են համարում հիվանդները, այնինչ հենց դրանից է կախված բոլոր հետագա քայլերի անսխալությունը։ Մինչդեռ, օրինակ մեր մասնակիցները հաստատում են իրենց գանգատների առանձնահատկությունները, որպես կանոն միայն երբ հետազոտություններով բացահայտվում է հիվանդությունը եւ բժիշկը ինքն է մանրամասնում դրա դեպքում հնարավոր գանգատների առանձնահատկությունները։ Էլ ավելի ենք զարմանում, երբ այդ քայլերը արդարացնում են ոչ թե իրենց չիմացությամբ մեր հեռուստադիտողները կամ մասնակիցները կամ կողմնորոշվելու ու արտահայտվելու դժվարություններով, այլ բժշկի ճիշտ լինելու հանգամանքը պարզելու փորձերով։ Փաստորեն նաև մեզանում կան մարդիկ, ովքեր հատուկ են մոլորեցնում բժիշկներին իրենց նկարագրություններով, իբրև թե փորձարկելու նրա մասնագիտական որակը։ Դրա պատճառով երբեմն անցնում են անհարկի հետազոտություններ, ապա մեղադրում բժիշկներին իրենց բնորոշմամբ փոքրիկ հիվանդությունը չափազանց շատ հետազոտություններով բացահայտելու համար։ Այժմ հասկանանք Արտյոմի տեսակը որպես պացիենտի հենց այս կտրվածքով։ Արտյոմ, փաստորեն համոզված ես, որ ունես ստամոքսի խնդիր։ Մասնավորապես ինչից ելնելով ես որոշել, որ ցավերը հենց կապված են ստամոքսի հետ։ Այս հատվածում է ցավերը, ուղղակի որ ցավում է։ Բոլոր դեպքերում պետք է իմանալ, որ ստամոքսի խնդիրները եւ ցավերը ուղղակի կապի մեջ են լինում սննդի ընդունման հետ։ Ավելի ուժեղ ցավալու դեպքում էլ ցավերը ինչ-որ առաջանում այս հատվածում արդեն։ Արդյոք ամեն ինչ ուտում ես, ամեն տեսակի մթերք, քաղցր, սուր, կծու։ Քաղցր այդքան չեմ օգտագործում, կծու ընդհանրապես չեմ օգտագործում։ Իսկ եթե օգտագործես։ Եթե օգտագործում եմ, սկսում է ցավել ստամոքսը։ Տասնամյակներ շարունակ խոսում էին այն մասին, որ ստամոքսի խնդիրների հետ նախ եւ առաջ կապված է նյարդային համակարգը մարդու եւ օրակարգը, վնասակար սովորությունները եւ այլն եւ այլն։ Առավոտյան արթնանում եմ նախաճաշ, դրանից հետո աշխատանքի,
շատ աշխուժ եմ։ Դրսում սնվում ես։ Դրսում շատ քիչ հազվադեպ եմ սնվում դրսում։ Հեշտ ես մարսում դրսի սնունդը։ Նորմալ։ Իսկ օրական քանի անգամ։ 3 անգամ։ Նորմայի մեջ 3 անգամ։ Քնելու ինչ սովորություններ ունես։ Քնելու սովորությունները ահա որ ուշ եմ քնում, ահա որ շուտ արթնանում։ Ինչպես կգնահատես քո նյարդային վիճակը։ Շատ վատ։ Ինչ առումով։ Շատ եմ ամեն ինչից շղայնանում եմ, ներվայնանում եմ, թե դրսում, թե տանը, բոլոր տեղերում։ Արդյոք ֆիզիկապես ակտիվ ես, աշխատանքդ ինչ աշխատանք է։ Վարորդ եմ։ Աստորեն նստակյաց է աշխատանքը։ Ֆիզիկական աշխատանքների եմ եղել, հիմա մի քանի ամիսավոր վարորդ եմ։ Եվ դրա հետ ես կապում արդյոք, որ վերջին ամիսներին սրվել է։ Միգուցե տեղից։ Ամենաշատը այսօր ինչից ես վախենում։ Ինչ կբացահայտվի բժշկի մոտ, որը քեզ խուճապի կարող է մատնել։ Վիրահատությունից երևի ամենաշատը։ Այսպիսով, ստամոքսի խոցը, որը հիմնականում ծանոթ է մեր բնակչությանը, հնարավոր է բուժել բժշկի նշանակումներով տնային պայմաններում, սակայն արդեն արյունահոսած խոցի բուժումը հիվանդանոցային պայմաններ է պահանջում։ Հիշեցնում եմ, եթե դուք զգում եք դաշույնանման սուր, ծակող, կտրող ցավեր, ձեր կամ մերձավորի առաջին քայլը պետք է լինի իհարկե շտապօգնություն կանչելը, առանց որևէ դեղամիջոցի եւ նույնիսկ ջրի ընդունման, ինչը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել։ Քանզի դա հիմնականում վկայում է խոցի թափածակման մասին, ինչպես ժողովուրդն է ասում, պայթելու։ Հատկանշական է, որ սրտի կաթվածը, ինֆարկտը ևս որոշ դեպքերում կարող է արտահայտվել ստամոքսի շրջանի սուր ցավերով։ Ահա թե նաև ինչու չի կարելի ինքնագործունեություն ծավալել եւ առավել ևս ստամոքսի լվացումներ կատարել։ Ինչևէ, մեր հարցումներից պարզվեց, որ յուրաքանչյուրին ծանոթ են ստամոքսի թեթևակի ցավերը, թեպետ եւ իրականում մարդիկ այսպես բնութագրում են շատ տարբեր հիվանդությունների արտահայտությունները, որոնք իրականում բուն ստամոքսի հետ կապ ունեն ավելին քան կիսով չափ պակաս։ Թե ինչ նկատի ունենք սա ասելով, կպարզաբանի մեր հաղորդման հյուր բժիշկ մասնագետը։ Այսպիսով, հասկանանք նախ թե ինչի մասին կարող են վկայել չափազանց տարածված այնպիսի գանգատները, ինչպիսիք են ստամոքսի ցավը եւ գլխացավը։ Ստամոքսի ցավն է գլխացավի հետ միասին, միաժամանակ են ցավում։ Ինչքան ժամանակացավեր կան։ 2-ից 3 տարի որ ցավեր կան, բայց հիմա ավելի շատ են։ 4 ամիս։ 4 ամիս։ Լիլիթ Սարգսյան, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ընդհանուր թերապիայի եւ նյարդաբանության բաժնի թերապևտ գաստրոենտերոլոգ։ Ինչի հետ եք կապում ցավերը։ Ցավերը ոչ մի բանի հետ չեն կապում։ Չեք կապում։ Սննդի ընդունումը ուտելը ինչ ազդեցություն է ունենում ցավի վրա։ Ուժեղացնում է, թուլացնում է, ինչպես է ազդում սննդի ուտելը։ Ցավը որտեղ է տեղակայված։ Այսպես։ Որտեղ է տեղ ճառագայթում է։ Ներքևի մասը, որ ավելի ուժեղ է սկսում ցավալը, այստեղ է սկսում ցավել։ Ինչքան են տևում ցավերը։ Առավոտները 3-ից 4 ժամ։ Իսկ ինչ բնույթի է ցավը։ Բութ, ծակող, կտրող։ Սուր ցավեր են, բութ, այլով ինչ տեսակ են։ Սուր ցավեր են։ Ինչից են անցնում։ Սննդի ընդունում։ Երբեմն օգնում։ Երբեմն միառնիկ անցնում։ Լավ, լինում են այ գիշերը վեր կենակ ցավի պատճառով։ Առավոտյան ժամը 5-ին։ Այ որ մի քիչ սոված եք մնում, որոշ ժամանակ չեք ուտում, չեք ընդունում սնունդ։ Սկսում են ցավեր առաջանալ։ Միայն ցավեր, թե այլ երևույթներ եւս կան։ Մեն ցավերը, գլխացավը, ստամոքսի ցավը։ Հայրոցի զգացում, որովհետեւ համի զգացողություն, բերանի խոռոչում։ Ծառը ջուրը։ Այ ինչպես է լինում դա, ինչ որ հեղուկ պարունակություն հետ է գալիս բերանի խոռոչ, երբ է ավելի շատ լինում։ Ցերեկը։ Իսկ դիրքի հետ կապ ունի դառը հեղուկի կուտակվել, այ հորիզոնական դիրքում ավելի ուժեղ լինի, պարկած դիրքում կռանալիս, այրոցներ, սրտխառնոց չի լինում, հետ տալ, կղտոցներ, լքնածություն, ուրիշ որևէ գանգատ չկա։ Աղները ինչպես են գործում։ Ամեն օր գործում են, ձևավորված, փորկապություն լինի, լուծ լինի։ Ծխում եք։
Քանի տարի։ 4 տարի։ Բժիշկը մեր մասնակցից պարզեց նաև այլ վնասակար սովորությունների առկայության հանգամանքը, մասնավորապես ալկոհոլի կիրառումը, որը բարեբախտաբար մեր հերոսը չի չարաշահում, եւ ինքնաբուժության նպատակով կամ այդ եւ այլ հիվանդությունների բուժման համար այլ բժիշկների նշանակած դեղորայքի ընդունման հանգամանքը, քանզի դա եւս անմիջական պատճառ կարող է լինել ստամոքսի հիվանդությունների զարգացման գործում։ Այդպիսիք իհարկե եղել էին մեր մասնակցի ինքնաբուժության արդյունքում, քանզի նրա պնդմամբ այլ առումներով նա լիարժեքորեն առողջ է, սակայն դեղորայքի անվանումները շրջանցում ենք գովազդային նկատառումներից խուսափելու համար։ Թողարկման ընթացքում կհնչեն միայն դեղորայքի խմբերի ու քիմիական անվանումները, այլ կերպ ասած գործում ենք բացառապես օրենքով նախատեսված կարգով։ Ինչ վերաբերում է հիվանդագին երևույթների զարգացմանը նպաստող այլ պատճառներին, շարունակում ենք լսել բժշկին։ Իսկ սննդակարգը ինչպիսին է, սննդի ընդունման ռիթմը, ռեժիմը, առավոտյանը։ Նորմալ է։ Առավոտյան հաց ուտում եք։ Առավոտյան հաց, պանիր, չայ, ես սովորաբար թեյ շատ եմ սիրում առավոտյան խմել։ Թեյ, սուրճ շատ օգտագործում եք, թեյ կամ։ Շատ եմ օգտագործում, հիմա ընդհանրապես չեմ խմում։ Հիմա չեք խմում։ Առավոտները խմելուց ինքն սկսում է ցավալու։ Լինում է աղիքները գործեն ու կեղտը մուգ սև լինի, ձյութի գույն։ Ոչ։ Այդպես չի եղել որևէ անգամ։ Կուլ տալը դժվարացած լինի, սննդի անցումը դժվարացած լինի, լինում են այդպիսի երևույթներ։ Նորմալ է։ Քաշի անկում լինի վերջին ժամանակաշրջանում, ալերգիա դեղորայքի նկատմամբ։ Չունեմ։ Իսկ ընտանիքում խոցային հիվանդությամբ, ստամոքսի խնդիրներ ունեցող Չունենք։ ինչ հիվանդություններ եք տարել։ Հիվանդություններ չենք տարել, վիրահատություն չենք տարել։ Գլխացավը միշտ զուգորդում է ստամոքսի ցավին, իրար հետ է լինում։ Իրար հետ։ Չի լինում, որ ստամոքսը չցավի, բայց գլուխը ցավի։ Դե եղել է, տենց դեպքեր եղել։ Բարձր երաշտությունից կամ ինչ-որ աղմուկից գլուխս վերացավ։ Նկատեք, խնդրեմ, որ թեթև եւ միջին սաստկության ճնշող բնույթի մշտական գլխացավերը օրվա ավարտին կարող են լինել յուրաքանչյուր առողջ մարդու մոտ այս կամ այն տեսակի լարվածությունից։ Այլ բնույթի գլխացավերը պահանջում են բժշկական շտապ միջամտություն։ Ինչ վերաբերում է մեր մասնակցին, ապա երկար հարցուփորձից հետո, ինչպես որ այդ process-ը նկարագրում էինք հիվանդների դիրքորոշման առումով գանգատների արտահայտման նկատմամբ, մեր հանդիպման սկզբում դժվարությամբ, ես կասեի խաչաձև հարցուփորձից հետո պարզվեց, որ նրա գլխացավերը սաստկանում են միայն ստամոքսի սուր ցավերի դեպքում, ինչը թույլ է տալիս ընդունել, որ դա լարվածության գլխացավ է, այսինքն օրգանիզմի միանգամայն նորմալ ռեակցիա։ Ինչ վերաբերում է մեր մասնակցի հետ կապված հետագա անելիքներին, ապա նախ հասկանանք, թե մասնավորապես որ հիվանդությունները կարող են լինել նրա դեպքում, ըստ բժիշկ մասնագետի։ Հիվանդի գանգատները, մասնավորապես ցավերը ստամոքսի շրջանում, էպիգաստրալ շրջանում, որոնք աղցած բնույթի ցավեր են եւ առաջանում են առավոտյան, այն ժամանակ, երբ որ սնունդ չի ընդունել, ցավերի բնույթը նման են 12 մատնյա աղու կամ ստամոքսի անտրալ մասի, ստամոքսի վերջնամասի վնասմանն են բնորոշ, կարող է այնտեղ լինի խոցային հիվանդություն պարզաբանելու նպատակով ինչ խնդրի հետ կոնկրետ գործ ունենք, անհրաժեշտ է կատարել էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա եւ անհրաժեշտ է կատարել որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն, որովհետեւ երբեմն դեղապարկի, ենթաստամոքսային գեղձի խնդիրները եւս կարող են նմանատիպ գանգատներով դրսևորվել։ Որոնք են այն ցավերը, որոնք հենց բնորոշ են բուն ստամոքսի խնդիրներին։ Ցավերը էպիգաստրալ շրջանում, որոնք կապ ունեն ծննդի ընդունման հետ։ Ինչպիսին է այդ կապը, կախված է ախտաբանական process-ի տեղակայումից։ Եթե ախտաբանական process-ը տեղակայված է վերին մասերում, ստամոքսի վերին մասերում, հատակի շրջանում, մարմնի շրջանում, այդ ժամանակ առաջանում են վաղ ցավեր, որոնք առաջանում են սննդը ընդունելուց հետո, մոտավորապես կես ժամ հետո, 1 ժամ հետո եւ անցնում են մոտ 3 ժամ հետո սննդի ստամոքսի սննդի դատարկման զուգահեռ անցնում են այդ ցավերը։ Իսկ եթե process-ը, ախտաբանական process-ը տեղակայված է ստամոքսի վերջնահատվածում կամ 12 մատնյա աղիքում, այդ ժամանակ բնորոշ են, ինչպես մեր հիվանդի մոտ են,
գիշերային ցավերը կամ քաղցած ցավերը եւ ուշ ցավերը։ Այդ 3 տեսակ ցավերը ուշ, որոնք առաջանում են ուտելուց 1.5-2 ժամ հետո, առհասարակ ստամոքսի շրջանում առաջացող ցավերը բնորոշ են ոչ միայն ստամոքսի խնդիրին, բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք եւս կարող են դրսևորվել այդ շրջանի ցավերով, սկսած սրտամկանի ինֆարկտից, հատկապես տարեց մարդկանց շրջանում, պետք է բացառել նաև այդ խնդիրը, անոթային տարբեր հիվանդություններից։ Եթե կան այդ շրջանի ցավեր, պետք չէ ինքնուրույն կատարել ստամոքսի լվացումներ կամ որևէ դեղորայքներ օգտագործել, որովհետև եթե այլ խնդիրներ են, դրանք ոչ միայն կարող են չօգնել, այլ կարող են վնասել։ Կկատարենք արյան ընդհանուր քննություն։ Արյան ընդհանուր քննությունը համարվում է ռուտինային։ Կարող ենք դրա միջոցով որոշել արյան ձևավոր տարերի քանակը, էրիթրոցիտների, լեյկոցիտների, հեմոգլոբինի պարունակությունը արյան մեջ։ Մեր դեպքում կարող ենք տեսնել ունենք արդյոք արյան կորուստ, որի հետևանքով կարող է զարգանալ անեմիա, գաստրիտի այնպիսի տեսակներ կան, որոնք իրենք բերում են անեմիայի կամ արյան կորուստը, տվյալ դեպքում կարող է խոցային մակերեսից աստիճանական արյան կորուստ լինել եւ որի հետևանքով կարող են առաջանալ գլխացավ, գլխապտույտ։ Մինչև այդ այլ հիվանդությունների առումով զնվեց որովայնի խոռոչը։ Իդեպ լեղապարկում հայտնաբերված ոչ լիարժեք, այսպես ասենք, միջնապատի առկայությունը կարող է լինել բնածին առանձնահատկություն, սակայն կարող է լինել նաև կրած բորբոքումների եւ ճիճվագրության հետևանքով։ Թեև ճիճվագրության դեպքում հնարավոր են գլխացավեր, ցավեր որովայնի խոռոչում, մի խոսքով մեր մասնակցի նշած հիվանդագին երևույթներից որոշ առանձնահատկությունների առկայությունը, այսուհանդերձ տվյալ պարագայում դրանք բացառվեցին արյան եւ տղանքի թեստերով։ Անցյալի առողջական վիճակից եւ ներկայիս գանգատների արժեքությունից ելնելով ըստ այդ հիվանդությունների եւ այլն։ Սակայն ահա կերակրապողի, ստամոքսի, 12 մատնյա աղիքի լորձաթաղանթների հիվանդությունների, բորբոքումների, գաստրիտի, խոցային, ուռուցքային հիվանդությունների եւ այլնի մասին լիարժեք տեղեկություններ հաղորդող միակ հետազոտությունը, որը բնակիչներին ծանոթ է որպես զոնդ կուլ տալու հետազոտություն, իսկ մասնագիտական տերմինով կոչվում է էնդոսկոպիկ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա կամ առավել հակիրճ տարբերակով գաստրոսկոպիկ հետազոտություն, բացահայտեց ոչ այնքան սպասված վիճակ, մասնավորապես արյունահոսած խոց։ Ուլտրաձայնային հետազոտությունը շատ ինֆորմատիվ է, հատկապես ժամանակակից նորագույն տեխնիկայի միջոցով հնարավոր է նույնիսկ տեսնել ստամոքսի պատերը եւ կարելի է ինչ-որ տպավորություն ստանալ ստամոքսի հնարավոր հիվանդությունների մասին։ Անդրեաս Համբարձումյան, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ախտորոշման գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Սովորաբար այն հիվանդությունները, որոնք կապված են լորձաթաղանթի հետ կապված, ցավոք սրտի այդպես լավ չեն երևում, բայց եթե խնդրեմը ավելի խորանում է եւ ստամոքսի պատը ախտարում է խորությամբ, այդ դեպքում կարելի է տեսնել, այսինքն որոշ հիվանդություններ կան, որ կարող ենք մենք բացառել նույնիսկ էխոգրաֆիկ մեթոդով տեսնել եւ առաջարկել համապատասխան ուրիշ մեթոդներ ռադիոլոգիական, օրինակ առաջարկել կոմպյուտերային տոմոգրաֆիա արվի կամ վիրաբուժական, օրինակ լապարասկոպիա արվի, որը որպեսզի տեսնենք ստամոքսի պատից դուրս է աճել այդ գոյացությունը կամ այդ խնդրեմը, այդ ժամանակ լապարասկոպիան շատ լավ կօգնի։ Դեպի ներս արդեն էնդոսկոպիկ մեթոդներով ստիպված պետք է արվի։ Շրջակա բոլոր օրգանները, որոնք հնարավոր էր ոչ ինվազիվ մեթոդով, մենք բացառեցինք։ Տեսանք, որ այնտեղ թեկուզ լեղապարկում փոքր միջնապատ կար, բայց դա չէր կարող բերել այս գանգատներին, հնարավոր չէր։ Ենթաստամոքսային գեղձը ընդհանրապես նորմալ է, սրտի կողմից մենք խնդրեմ չունեինք, ուրեմն ավելի հավուզեցինք, որ պետք է հիվանդին անմիջապես արվի էնդոսկոպիա, այսինքն ինվազիվ մեթոդ, որը որ թույլ կտա միայն այդ մեթոդով հնարավոր է ճիշտ ձևի հայտնաբերել մակերեսային փոփոխությունները լորձաթաղանթի։ Էնդոսկոպիկ մեթոդը թույլ է տալիս բացի ներզնումից, որը արվում է, որ շատ կարևոր է, եւ վերցնել պետք եղած հարկ եղած դեպքում, ուրեմն արդեն բջջաբանական քննության համար համապատասխան հյուսվածքային կամ բջջաբանական մատերիալ, որը տալիս ենք մենք արդեն մեր համապատասխան բժիշկներին, պատոնատորներին, որպեսզի կարողանան արդեն որոշեն այնտեղ բջիջները հանգիստ են թե ոչ։ Տվյալ դեպքում լորձաթաղանթի մոտավորապես 7-8 մմ տարածքի վրա
խոցակալում, մոտավորապես 1 մմ խորությամբ, կար կատարված արյունահոսություն, որ շատ կարևոր է, որ հիվանդը տեղյակել չէ, փաստորեն ներքին արյունահոսություն է եղել, ներքին արյունահոսությունը լավ է ինքն իրան օրգանիզմը պինդա, ջահելա, կարողացել է պայքար, արյունահոսությունը կանգնել է, թաքնված արյունահոսություն։ Եվ կա խոցային մակերես։ Փաստորեն մենք ունենք այստեղ բարդացված խոցային հիվանդություն, որը պետք է համապատասխան ճիշտ արդեն բուժում կազմակերպել։ Փաստացի, մեր մասնակիցը կամ չափազանց անուշադիր է եղել եւ չի նկատել մազութանման սև կղանքի արկայության դեպքեր իր մոտ, կամ անհարկի ամոթխածություն է ցուցաբերել դա թաքցնելով մեզանից, կամ ինքնաբուժության նպատակով կիրառվող դեղորայքի մեջ եղել է այնպիսին, որը առաջացնում է նման վիճակ ու դա քողարկել է ներքին արյունահոսությունը, կամ էլ պարզապես այն եղել է առայժմ աննշան ծավալի եւ կարող էր բացահայտվել միայն համապատասխան հետազոտություններով։ Ինչևէ, քանզի խոցի հատակը պատված էր ֆիբրինով, այսինքն արյան մակարդուկով, որը դուք տեսնում եք սև կետի տեսքով, եզրակացնում ենք, որ այս պահին արյունահոսության վտանգ չկա։ Անմիջապես ասեմ, որ մեր պացիենտը հենց այս պահին հայտնեց իր մերժումը հիվանդանոցային բուժման պարտադիր պայմանի առումով, պատրաստական ստորագրել պահանջվող ցանկացած փաստաթուղթ, իր դեպքում ընդունելի համարելով բացառապես ամբուլատոր բուժում, այսինքն բժշկի նշանակումների կատարում տնային պայմաններում, առանց կտրվելու իր առօրյա կյանքից։ Հիվանդի մոտ բացահայտվել է 12 մատնի աղու կոճղեզի խոց, առհասարակ 12 մատնի աղու խոցը ավելի հաճախ է հանդիպում, քան ստամոքսի խոցը եւ ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, քան կանանց մոտ եւ ավելի հաճախ երիտասարդ տարիքում է հանդիպում 12 մատնի աղու խոց, իսկ տարեցների շրջանում ավելի հաճախ հանդիպում է ստամոքսի խոց։ Արկային խոցային հիվանդության նպաստող մի շարք պատճառական գործոններ, առաջինը դա հելիկոբակտեր պիլորին է, որը շատ լայնորեն տարածված միկրոբ է բնակչության շրջանում, կարող է առաջացնել գաստրիտ, խոցային հիվանդություն եւ պրոցեսի զարգացման դեպքում կարող է նույնիսկ զարգանալ չարորակ փոփոխություններ։ Երկրորդը դա ժառանգական նախահակվածությունն է, ժառանգական նախատրամադրվածությունը, որտեղ որոշ մարդկանց մոտ նույն միկրոբը կարող է առաջացնել այլ փոփոխություններ, իսկ մյուսների մոտ կարող է մեկ այլ տեսակի փոփոխություններ, այդ պատճառով շատ կարևոր է նաև ժառանգական նախատրամադրվածությունը, թե ինչպիսի պատասխան ռեակցիա կլինի միկրոբի նկատմամբ օրգանիզմի կողմից, ինչպիսին է էպիթելի կառուցվածքը, ինչպիսին է ստամոքսահյութի արտադրումը, ծննդակարգի խանգարումները ևս նպաստում են խոցային հիվանդության զարգացմանը, ոչ ճիշտ ռիթմով, ռեժիմով սնվելը, նպաստող գործոններ են նաև վնասակար սովորույթները, ծխելը, ապացուցված է, որ ծխողների մոտ, ծխողների շրջանում 2 անգամ ավելի հաճախ է հանդիպում խոցային հիվանդություն, քան չծխողների մոտ։ Նիկոտինը բերում է ինչպես տեղային անոթասեղմիչ ազդեցության, այո, եւ նաեւ տեղային վնասմանը։ Նաեւ ծխելու պայմաններում կատարված բուժական արդյունավետությունը նվազում է։ Եվ պետք է նշել նաև, որ կան որոշակի դեղորայքներ, որոնք բերում են խոցի զարգացմանը, դրանք են ասպիրինը, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքները, որոնց տարատեսակները բնակչության կողմից շատ հաճախ կիրառվում է տարբեր հոդային, մկանային խնդիրների մեղման նպատակով։ Առանձնահատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել հելիկոբակտերիա պիլերիի նկատմամբ, հիշեցնելով, որ այն տարածվում է մարդուց մարդ անմիջական շփման դեպքում, թքի ու լորձի միջոցով։ Օրինակ, մորից երեխային թքի միջոցով, երբ այն հայտնվում է ծծակների գդալի վրա, չէ որ տարածված է բացառապես բացասական սովորություն, երեխայի ծծակը բերանով մաքրել, երեխայի գդալից սնվել, իբրև թե այդպես խաղում են երեխայի հետ, կամ փորձում են փոքրիկի ուտելիքի ջերմության աստիճանը եւ այլն։ Բնականաբար, այն տարածվում է թաց համբույրների միջոցով, ընդհանուր առմամբ սանիտարահիգիենիկ նորմատիվների խախտման դեպքում եւ այլն։ Հուսով եմ ասվածից հետո կձգտեք փոխել ձեր նման անառողջ ոչ հիգիենիկ սովորությունները, իսկ այս պահին հասկանանք, թե ինչպես կարելի է մարդկային օրգանիզմում հայտնաբերել այդ մանրեն։
Ինվազիվը դա գաստրոսկոպիայի ժամանակ հելիկոբակտերի որոշումն է գաստրոսկոպիա կատարելու պայմաններում, ոչ ինվազիվը առանց գաստրոսկոպիա կատարելու։ Արյան մեջ հակամարմինների որոշումը, կղանքի մեջ անտիգենի որոշումը եւ շնչական տեստը։ Յուրաքանչյուրը ունի իր առավելությունը եւ թերությունը։ Իսկ գաստրոսկոպիայի ժամանակ շատ հաճախ կատարվում է էքսպրես, այսինքն արագ տեստը, արագ ուրեազային տեստը։ Դա կատարվում է նաև հյուսվածքաբանական քննություն եւ կատարվում է ցանկ, որի պայմաններում կարելի է որոշել նաև զգայունությունը անտիբիոտիկի նկատմամբ։ Բժիշկ, փաստացի այս պարագայում մեր մասնակիցը ունի խոց, 12 մատնյա աղու խոց։ Ինչ բուժում է պահանջվում առհասարակ, ինչ օրակարգ է, կենսակերպ է պահանջվում նրանից, որպեսզի հաղթահարի այս խնդիրը տնային պայմաններում։ Հիվանդին կնշանակվի հակահելիկոբակտերային էրադիկացիոն բուժում, այսինքն այդ միկրոբի վերացմանը միտված բուժում։ Բուժման սխեման իր մեջ ներառում է հակասեկրետոր դեղորայքներ, որոնք ճնշում են սեկրեցիան աղաթթվի սինթեզը ստամոքսի կողմից եւ երկու անտիբիոտիկներ, որոնց նկատմամբ զգայուն է հելիկոբակտեր պիլորին։ Անտիբիոտիկները պետք է խմել լիարժեք կուրսով, այնպես ինչպես որ նշանակել է բժիշկը, որևէ ինքնագործունեություն ընդունելի չի համարվում, որովհետև հակառակ դեպքում տվյալ մանրեները դառնում են առավել կայուն հենց նշանակված արդեն դեղամիջոցների նկատմամբ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամը պահանջվելու է ել ավելի մեծ դեղաչափով, ել ավելի հզոր դեղամիջոց։ Եվ գալու է մի օր, որ այլևս որևէ տեսակի միջոց չի լինելու, որպեսզի մարդուն օգնեն այդ խնդրից, այսինքն մանրենների խնդրից ձերբազատվել։ 4 խմբի դեղորայքը դա ստամոքսի լորձաթաղանթը պատող, պաշտպանող դեղորայք է, որոնք սովորաբար մարդիկ օգտագործում են տնային պայմաններում տարբեր այլ միջոցների տեսքով, չէ, մեղրը եւ այլն։ Այդպես օգտագործում են կարտոֆիլի հյութը, կաղամբել կարծեմ անում, բայց չի կարելի իրականում։ Կերակրի սոդան կարող է դա անտացիդ միջոց է, որը ազդում է շատ արագ, այդ պահին կարող է այրոցը, ցավերը մեղմացնել, քանի որ չեզոքացնում է առկա ստամոքսահյութը։ Սակայն կերակրի սոդա երկար օգտագործել չի կարելի, որտեղ չի բերում հիվանդության բուժմանը, հետևապես ցավերի, այրոցի եւ այլ գանգատների դեպքում անհրաժեշտ է այցելել բժշկի, հետազոտվել եւ հստակ ախտորոշմամբ ճիշտ բուժում ստանալ։ Ուշադրություն, կերակրի սոդայի ընդունումը ոչ միայն չի բուժում, այլև դառնում է պրոցեսի խորացման ու բարդացման պատճառ։ Ինչ վերաբերում է առհասարակ սննդակարգին, ապա այն բուժման 10 օրվա ընթացքում պետք է լինի բացառապես առողջարար, առանց սուր, կծու, աղի, թթու, քաղցր հավելումների, առանց տապակած սննդի, պահածոների ու երշիկեղենի։ Բուժման ընթացքում չի թույլատրվում ըմպել ալկոհոլ, ոչ միայն իր հայտնի վնասակարության պատճառով, այլև բուժական արդյունավետությունը չվնասելու, այն չզրոյացնելու ու այլ բարդություններ չառաջացնելու նպատակներով։ Իսկ ծխախոտը առհասարակ հարկավոր է մոռանալ։ Այդ ամենի փոխարեն կաթնաթթվային խառնուրդներ ուտելը համանուն բակտերիաներով, բիֆիդոբակտերիաներով շատ ավելի դրական կանդրադառնա ձեր առողջության վրա, հատկապես եթե դառնա սովորություն։ Այսօրվա հանդիպումից տպավորությունները շատ տարբեր էին, որ զոնդից շատ վախենում էի, շատ ահավոր զզվում էի, բայց բժիշկները բացատրեցին, որ ամեն ինչ ստերիլ է, հաղթահարեցին վախը եւ ուրախ եմ, որ հետազոտվեցին։ Փաստորեն բժիշկների եզրակացությամբ բուժումը կտևի 10 օր եւ ինձ կազատի տարիների ցավից։ Եվ բոլորին խորհուրդ եմ տալի գնալ բժշկի, ոչ թե շարունակ տանջվել։ Մասնագետի եզրահանգում Արտյոմ Ավագյանի մոտ հայտնաբերվեց 12 մատնյա աղիքի արյունահոսած խոց։ Նշանակվեց բուժում համապատասխան միջազգային ուղեցույցի։ Հաջորդ այցելությունը նշանակվեց բուժման ավարտին, այսինքն 10 օր անց։ Ահա այսքան այս թեմայից, իսկ այժմ բոլորի ուշադրությանը ներկայացնում եմ հատվածներ մեր առաջիկա հանդիպումից։ Գերադրական տեղ են տալիս ու անհիմն էլ երբեմն սկսում են բուժել։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր բողոքներով, հարցերով ու առաջարկներով մեզ շարունակեք զանգահարել 055 09 86 27 հեռախոսահամարով։ Կարող եք գրել առողջություն շնիկ @tv.am էլեկտրոնային հասցեով։ Նաև կարող եք գտնել YouTube-ի և Facebook-ի առողջության էջերում։ Մինչև նոր հանդիպում։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Նորաձևության տուն Արտյոմ Սյունեցի։